Այժմ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել։ Ղեկավարվելով ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ եւ 22-րդ կետերով կարգադրում է Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ ազգային ժողովի падգամավորներին, ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին եւ աշխատողներին խուսափել միանվագ դրամական պարգևատրմամբ համաձայն հավելվածների։ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար գլխավոր քարտուղար Արաքելյանին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը։ Այսօր Թբիլիսիում ժամը 20:00-ին տեղի կունենա մանկական Եվրատեսիլ 2025։ Մրցույթին այս տարի մասնակցում է 18 երկիր։ Հայաստանը ներկայացնում է 12-ամյա Ալբերտ Արմենակյանը Brave Heart երգով։ Քվեարկության առաջին փուլը սկսվել է գիշերը եւ կավարտվի այսօր ժամը 19:59-ին։ Քվեարկել հնարավոր է աշխարհի ցանկացած կետից, այդ թվում ՀՀ-ից։ Առցանց քվեարկության երկրորդ փուլը կմեկնարկի ուղիղ եթերի ընթացքում վերջին երգի կատարումից հետո։ Քվեարկությունը կտևի 15 րոպե։ Քվեարկելու համար պետք է այցելեք www.gesc.tv կայք, դիտեք բոլոր ելույթների նախադիտումները, անվճար քվեարկեք Ալբերտի եւ ձեր նախընտրած երկու այլ երկրի պատվիրակների օգտին, մրցույթի կանոնների համաձայն պարտադիր է ընտրել 3 երկիր։ Ռուսաստանը շարունակում է առաջատարի դիրքում մնալ, սակայն Հայաստան հացահատիկ է ներկրվում նաև հետխորհրդային այլ երկրներից։ Հայաստանը 2025 թվականին հացահատիկ է գնել ոչ միայն Ռուսաստանից, այլև նախկին հետխորհրդային տարածքի այլ երկրներից եւ ԵՄ-ից։ Այս մասին են վկայում ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալները, որը գերատեսչությունը ներկայացրել է պատասխանելով Sputnik Armenia-ի գլխավոր հարցմանը։ Ռուսաստանը շարունակում է առաջատարի դիրքում մնալ 2025 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՌԴ-ից հայկական շուկա է մատակարարվել ընդհանուր ծավալի 99.8%-ը, 366.4 հազար տոննա։ Հացահատիկի մնացած 0.2%-ը, այսինքն 1731.23 տոննան ներկրվում է այլ երկրներից։ Ցորեն 1195.6 տոննան ներկրվել է նաև Ղազախստանից, Բելարուսից եւ Ավստրիայից։ Գարի 1.93 տոննա Ավստրիայից, Գերմանիայից եւ Իտալիայից։ Եգիպտացորեն 533.7 տոննա Վրաստանից, Ղազախստանից, Ուկրաինայից, Ֆրանսիայից եւ Ավստրիայից։ Կտրիչ Ներսիսյանի հեռացումից հետո հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու նորոգման իմ կողմից առաջարկված ճանապարհային քարտեզի երկրորդ կետը վերաբերում է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու կանոնակարգի ընդունմանը։ Այս մասին նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս օրակարգը ըստ էության պաշտոնապես արձանագրվել է հենց Մայր Աթոռի կողմից։ 2011 թվականի նոյեմբերին Հայաստանի արդարադատության նախարարությունում գրանցվել է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու կանոնադրությունը, որի մեջ ասվում է հետևյալը. մոտ ապագային կազմվելու է հայաստանյաց առաքելական եկեղեցու կանոնադրություն, որը հանդիսանալու է հիմնական արժեքը նրա նվիրապետական ամբողջ կառույցի։ Կտրիչ Ներսիսյանի կաթողիկոսի կարգավիճակում հայտնվելուց 12 տարի անց դեռևս կանոնադրությունը համապատասխան համապարփակ կանոնագիրքը չկա եւ 2011 թվին ասում է մոտ ապագայում դա կընդունվի։ 2011 թվից էլ անցել է եւս 14 տարի, այսինքն սա ցույց է տալիս գործերի իրական դրությունը հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցում Կտրիչ Ներսիսյանի առաջնորդությամբ եւ ըստ էության այս ապականոնական վիճակը դիտավորյալ է ստեղծվել, որպեսզի որևէ կանոնի գոյության հստակ պատկերացում եւ ընկալում չլինի եւ տեղի ունենա այն, ինչ տեղի է ունենում, նշել է Փաշինյանը։ Նուբարաշենքը ԿՀ-ից ազգային արժեքների պաշտպանության կամք հասարակական նախաձեռնության հիմնադիր ղեկավար Վահագն Չախալյանը փաստաբանի միջոցով տեղեկացնում է. Իմ կալանքի ընթացքում ինձ պատանդ վերցրած ռեժիմի կողմից մշտապես եղել են բազմատեսակ սադրանքներ, սակայն դրանք աննախադեպ բնույթ են ձեռք բերել սույն թվականի դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած դատական նիստից հետո։ Մասնավորապես այս 5 ամիսներին հնարավորինս պաշտպանել եմ սառնասրտությունս ու ողջամտորեն կարողացել եմ խուսափել սադրանքների արդյունքում վրա հասնող հնարավոր հետևանքներից։ Միևնույն ժամանակ գիտակցում եմ, որ եթե ռեժիմը որոշել է նոր գործեր կատարել եւ կալանքի մեջ կրկին կալանավորել, ապա դա վերջինիս համար ամբողջապես իրագործելի է։ Գիտակցելով վերոնշյալը եւ չխորանալով մանրամասների մեջ հրապարակային հայտարարում եմ. հնարավոր նոր քրեական գործի դեպքում պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի, ՀՀ արդարադատության նախարար Սրփուհի Գալյանի, ՀՀ ԱՆ քրեական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի վրա։ Հարգանքներով Վահագն Չախալյան։ Ուկրաինայի հարավում գտնվող Օդեսայի մեծ մասը մնացել է առանց ջեռուցման եւ ջրի էլեկտրաէներգիայի անջատումից հետո, ասել է քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։ Ավելի վաղ շաբաթ օրը Օդեսայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը հայտնել էր, որ տարածաշրջանի էներգետիկ օբյեկտները վնասվել են։ Էներգետիկ ենթակառուցվածքները զուրկ են էլեկտրաէներգիայից, քաղաքի մեծ մասը զուրկ է ջեռուցումից եւ ջրից, գրել է Լիսակը իր Telegram ալիքում։
Չինաստանը շաբաթ օրը հաջողությամբ 2 տիեզերանավ է դուրս բերել ուղեծիր օգտագործելով Kuaizhou 11 պինդ վառելիքով աշխատող կրող սարքը, հայտնել է Չինաստանի աերոտիեզերական գիտության եւ արդյունաբերության կորպորացիան։ Արձակումը տեղի ունեցել շաբաթ օրը տեղական ժամանակով ժամը 9:08-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 4:08-ին։ Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Գանսու նահանգի Цзюньцուան արդյունաբերական հարձակման կենտրոնից։ Արձակման սարքը DR-5 հետազոտական տիեզերանավը եւ Siwan-5-2 արբանյակը տեղակայել է իրենից նշանակված ուղեծրերում։ Արձակումը համարվել է լիակատար հաջողություն։ Չինական պետական X-Space ընկերության կողմից մշակված Kuaizhou 11 հրթիռը կարող է մինչև 1 տոննա ուղարկել արևային համաժամանակյա ուղեծիր 700 կիլոմետր բարձրության վրա։ Հրթիռի երեսպատման տրավմագիծը 2.65 մետր է։ Այս արձակումը 4-րդն էր Kuaizhou 11 հրթիռակիրի համար եւ 37-րդը ամբողջ Kuaizhou սարքի համար, որոնցից առաջինը իրականացվել է 2013 թվականի սեպտեմբերին։ Այս տեսակի հրթիռները հիմնականում նախատեսված են առևտրային արձակումների համար։ Նոյեմբերին ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը նստել են Չինաստանից Իրան ուղևորվող նավը եւ առգրավել դրա բեռը։ Դեկտեմբերի 12-ին հաղորդել է The Wall Street Journal-ը հղում անելով աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն ամերիկյան հատուկ նշանակության ուժերը նավ են բարձրացել, երբ այն գտնվում է Շրի Լանկայի ափերի մոտ։ Հրատարակությունը պնդում է, որ նավի վրա կրկնակի նշանակության ապրանքներ են եղել։ ԱՄՆ հետախուզության տվյալներով բեռը ենթադրաբար նախատեսված էր Թեհրանի հրթիռային ծրագրի համար բաղադրիչներ գնելու մեջ մասնագիտացած իրանական ընկերությունների համար։ Ապրանքների բռնագրավումից հետո նավը շարունակել է իր ճանապարհը, հավելել է The Wall Street Journal-ը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Բանակցությունները տեղի ունենում Աշխաբադում, որտեղ Ռուսաստանի առաջնորդը ժամանել է մասնակցելու Խաղաղության եւ վստահության միջազգային տարվան, միջազգային չեզոքության օրվան եւ Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակի նվիրված ֆորումին։ Վերջին անգամ Պուտինը եւ Փեզեշքյանը հանդիպել են Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում։ Խաղաղության եւ վստահության միջազգային տարին հռչակվել է Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանում Թուրքմենստանի նախաձեռնությամբ։ Եմեն ԱՄՆ-ին ասում է չմիջամտել Եվրոպայի ներքին գործերի, սակայն Բրյուսելն ինքը խախտել է Վրաստանում ինքնիշխանության սկզբունքը։ Այս մասին լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Այսօր ԱՄՆ ներկայիս վարչակազմը գնահատում է Եվրոպայում տեղի ունեցող գործընթացները, ճիշտ այնպես, ինչպես մենք անցյալ տարի։ Եվրոպական բյուրոկրատային սա դուր չի գալիս։ Նրանք հիմա հիշեցրել են ինքնիշխանության սկզբունքը, այն սկզբունքը, որ օտարերկրյա միջամտությունը ուրիշների ներքին գործերին արգելում է, չնայած այն հանգամանքին, որ եվրոպական բյուրոկրատական ամեն օր խախտում է ինքնիշխանության սկզբունքը Վրաստանի նկատմամբ։ Այստեղ ակնհայտ են կրկնակի չափանիշները։ ԱՄՆ վարչակազմը ճշգրիտ գնահատում է Եվրամիությունը տեղի ունեցող գործընթացները, եւ մեր գնահատականը նույնն է եղել վերջին մի քանի տարիների ընթացքում, ասել է Կոբախիձեն։ Թրամփի վարչակազմը ստեղծում է 5 երկրներից բաղկացած կոալիցիա Չինաստանի գերիշխանությանը հակազդելու համար հանքանյութերի արդյունահանման, արհեստական բանականության եւ տեխնոլոգիաների ոլորտում, հաղորդում է Պոլիտիկոն։ Հրապարակման համաձայն դեկտեմբերի 12-ին կստորագրվի հռչակագիր, որը կմիավորի Սինգապուրը, Ավստրալիան, Ճապոնիան, Հարավային Կորեան եւ Իսրայելը։ Միասին նրանք կաշխատեն կարևորագույն հանքային ռեսուրսների պակասը լուծելու ուղղությամբ։ Թրամփի վարչակազմը նաեւ մտադիր է ընդլայնել կոալիցիան, ներառելով հանքային, տեխնոլոգիական եւ արտադրական ռեսուրսներ ունեցող այլ երկրներ։ Պոլիտիկոն հաղորդում է, որ հռչակագրի ընդունումը կնվազեցնի կարևորագույն հանքային ռեսուրսներում չինական ներդրումները եւ կհարթի համատեղ հետազոտությունների եւ ենթակառուցվածքների զարգացման ճանապարհը։ Ոսկե գմբեթ հակահրթիռային պաշտպանության համակարգի արժեքը, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գնահատել է $175 միլիարդ, կկազմի մոտավորապես 1.1 տրիլիոն $, հաղորդում է Bloomberg-ը, հղում անելով իր սեփական փորձագիտական գնահատականներին։ Գործակալության հաշվարկները հիմնված են զենքի եւ պաշտպանական համակարգերի արժեքի վրա, բայց չեն ներառում շահագործման ծախսերը, անձնակազմի ծախսերը եւ նոր տեխնոլոգիաները, ինչպիսիք են տիեզերական խափանող սարքերի մշակումը։ Լրագրողները նշում են, որ այս գործոնները հաշվի
առնելով նախագծի ընդհանուր արժեքը կարող է զգալիորեն ավելի բարձր լինել։ Գործակալությունը նաև գնահատել է ավելի սահմանափակ հակահրթիռային պաշտպանության համակարգի արժեքը, որը նախատեսված է միայն մեկ հակառակորդի կողմից լիարժեք հարձակումը հետ մղելու համար, եզրակացնելով, որ նույնիսկ այս տարբերակը կպահանջի $844.4 միլիարդ։ Գրաֆիկական պրոցեսորների մշակող NVIDIA ընկերության գործադիր տնօրեն Jensen Huangը The Financial Times-ի կողմից ճանաչվել է տարվա մարտ։ Այս մասին հայտարարվել է թերթի կայքում։ FT-ի տարվա մարտ անվանակարգում Jensen Huangն է։ Նա արհեստական ինտելեկտի հսկայական բումի շարժիչ ուժն է, որն ունի համաշխարհային տնտեսությունը վերափոխելու ներուժ, նշում է հրատարակությունը։ Դեկտեմբերի 11-ին Time ամսագիրը անվանել է արհեստական ինտելեկտի ճարտարապետներ, այդ թվում տարվա մարտ անվանակարգում Jensen Huangին։ Հրատարակությունը նաև պարգևատրել է XAI-ի գործադիր տնօրեն Elon Musk-ին, OpenAI-ի գործադիր տնօրեն Sam Altman-ին և Meta-ի հիմնադիր Mark Zuckerberg-ին։ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիարտոն մեղադրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին Ուկրաինայի հարցով բանակցությունները խափանելու փորձի մեջ եւ կոչ է արել նրան դադարեցնել լարվածության սրումը։ Եթե որևէ մեկը դեռ կասկածներ ունի, որ Բրյուսելում բոլորը իսկապես խելագարվել են, ապա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի երեկվա Բերլինում ունեցած ելույթից հետո նրանք անմիջապես համոզվեցին դրանում։ Իր հայտարարությամբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը փաստորեն մեջքից հարվածեց Ուկրաինայի խաղաղ բանակցություններին։ Մենք հունգարացիներս, որպես ՆԱՏՕ-ի անդամներ, մերժում են գլխավոր քարտուղարի խոսքերը։ Եվրոպական երկրների անվտանգությունը երաշխավորում է ոչ թե Ուկրաինան, այլ հենց ՆԱՏՕ-ն։ Սադրիչ հայտարարությունները անպատասխանատու եւ վտանգավոր են։ Մենք կոչ ենք անում Մարկ Ռյուտեին դադարեցնել ռազմական լարվածության սրումը, գրել է Սիարտոն Facebook-ում։ Հունաստանը 20 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինայի առաջնահերթ պահանջների ցանկ ծրագրին, որի միջոցով ՆԱՏՕ-ի դաշնակիցները Կիևի համար զենք են գնում ամերիկյան պաշարներից, հաղորդում է Կատեմերինի թերթը։ Նրա խոսքերով Հունաստանն օգտագործում է իր բյուջետային պահուստը Pearl ծրագրին մասնակցելու համար։ Աթենքի որոշումը տեղեկացվել է եւ ՆԱՏՕ-ին եւ ամերիկացիներին, որոնք նախկինում բազմիցս ընդգծել են այն անհրաժեշտությունը, որ Հունաստանը չհայտնվի այն երկրների փոքրամասնության մեջ, որոնք չեն աջակցում Ուկրաինայի համար զենքի գնումներին։ Հրատարակությունը ընդգծում է, որ Հունաստանի ֆինանսական մասնակցությունը Pearl-ին այս փուլում խորհրդանշական է եւ առաջին հերթին ընդգծում է Աթենքի ցանկությունը չշեղվել Վաշինգտոնի կողմից սահմանված գծից։ Pearl-ը մեկնարկել է հուլիսի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի կողմից։ Սեպտեմբերի 17-ին Դաշինքի ներկայացուցիչ Կիևում Պատրիկ Թրները հայտարարել է, որ ամերիկյան զենքի մատակարարումները Ուկրաինա ընթացքի մեջ են։ Պլեխանովի անվան Երևանի մասնաճյուղում բացվել է ժամանակակից ինժեներական լաբորատորիա, որտեղ ուսանողները հնարավորություն կունենան աշխատել 3D տպիչների ծրագրավորման համակարգերի եւ FPV դրոնների նախագծման, հավաքման եւ թռիչքի փորձարկումների վրա։ Համալսարանի տնօրեն Թամարա Վարդանյանն ընդգծել է, որ այս լաբորատորիան կարևոր է ոչ միայն ուսանողների, այլև երկրի զարգացման համար։ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանն էլ նշել է, որ երկրում իրականացվող յուրաքանչյուր նախաձեռնություն պետք է մեծ ազդեցություն ունենա եւ դրա արդյունքները կարտացոլվեն պետության զարգացման, հասարակության բարեկեցության վրա։ Դեկտեմբերի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մայրաթոռի դեմ իր գործողություններում հատեց վտանգավոր մի սահմանագիծ, ներկայացնելով իբրև եկեղեցու բարեփոխումների նոր ճանապարհային քարտեզը։ Սակայն արդեն հաջորդ օրը դեկտեմբերի 9-ին Մոսկվայից հնչեց խիստ ու միաձայն արձագանք, որը շոշափելի ազդեցություն ունեցավ Երևանի քաղաքական հաշվարկների վրա։ Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի հոգեվորականների հայտարարությունը դարձավ կոշտ նախազգուշացում։ Ռուսաստանյան թեմը բացահայտորեն դատապարտեց Հայաստանի իշխանությունների գործողությունները, դրանք համարելով ազգային ավանդույթների եւ սկզբունքների խախտում։ Այս ամենը ստեղծում է տարօրինակ ու անհամատեղելի մի իրավիճակ։ Պարզվում է, ժողովրդավարական Հայաստանում հոգեվորականների ձերբակալում են եւ լռեցնում, իսկ ավտորիտար Ռուսաստանում հայ առաքելական եկեղեցին շարունակում է լիակատար անկախություն վայելել։ Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը մեծ զրույցում նշում է, եթե հայ հասարակությունը չկարողացավ պայքարել եկեղեցու դեմ իշխանության գործողություններին, չի բացառվում, որ հենց Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմը հանդես կա հայ առաքելական Սուրբ եկեղեցու միացյալ կենտրոն։ Ցանկացած թեմ կարող է իրան հրճակել պատրիարքություն։ Ոնց որ ասենք, օրինակ տեսեք Կոնստանտինոպոլի պատրիարքությունը եկեք վերցնենք, հա։ Այնտեղ իրանց ասելով ընդամենը 50,000 հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ կա։ Եվ Թուրքիայում հայ առաքելական Սուրբ եկեղեցին ներկայացված է պատրիարքությամբ։ Այդ պարագայում ինչու 2.5 միլիոնից 3 միլիոն հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ ունեցող
Ռուսաստանի Դաշնությունը դու չի կարող լինել պատրիարքություն։ Կամ նույնիսկ կաթողիկոսություն։ Որը դա կարան թեմերը իրանք իրացնել այդ ցանկությունը։ Եվ որևէ մեկը խանգարել չի կարող։ Գազրեմ, եթե հանկարծ Նիկոլ Փաշինյանը Աստված մի արասե դեռ մնա հայոց պետության ղեկին եւ իր նպատակն է ոնց որ Արցախում ոչնչացնել ամեն ինչ, ոչնչացնել նաեւ Հայաստանում ու հայ ժողովուրդը դրան դիմադրություն չտա, այո, չի բացառում, որ ընդհանրապես հայաստան եկեղեցու որպես նացիոնալ կենտրոն հանդես գա Ռուսաստանի եւ Նոր Նախճեվանի թեմա առան։ Եթե հայ ժողովուրդը իր երկրում չի ուզում պայքարել, որ հայ առաքելական սուրբ եկեղեցին չոչնչացվի, իսկ Նիկոլը գիտեք, չէ, ամեն ինչ ասում ճիշտ հակառակն է անում։ Ասեց Արցախը Հայաստան է ու վերջ, հանձնեց Ադրբեջանին, ասում է թե պայքարում է հայ առաքելական սուրբ եկեղեցու անաղորդության համար, այդ նշանակում է ուզում է վերացնել հայ առաքելական սուրբ եկեղեցին։ Եթե մենք դրա դեմ չենք պայքարում, այո, ամեն ինչ ջանի հայ առաքելական սուրբ եկեղեցին, որ գոնե իր գոյությունը փրկի։ Ինչի մասն է խորհուրդ։ Այս օրերին փաստացի Ռուսաստանի թեմը կրում է ծանր, բայց կարևոր դեր, պահպանում դարավոր արժեքները, որոնք փորձում են մարել Հայաստանում։ Եվ եթե Երևանը շարունակի շարժվել դեպի հոգևոր դատարկություն, Մոսկվան կարող է դառնալ այն տարածքը, որտեղ կպահպանվի անկախ ու մաքուր հայ առաքելական եկեղեցին։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հանձնառու է Հարավային Կովկասում կայուն խաղաղության ամրապնդմանը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Աշխաբադում կայացած խաղաղության եւ վստահության միջազգային տարի 2025 ֆորումի ժամանակ։ Հայաստանի Հանրապետության նախագահը համոզված է, որ խաղաղության խաչմերուկում նախագծի եւ դրա բաղադրիչի Թրամփի ուղու իրականացումը կնպաստի տնտեսական աճին, երկխոսությանը եւ մարդկանց միջև շփումներին։ Վերաքննիչ վարչական դատարանը մերժել է Երևանում ավագանու բողոքը վերահաստատելով, որ կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր, հայտնել է իրավաբան Վահե Գրիգորյանը եւ նշել. Գործը վերաբերում է 2025 թվականին սահմանված եւ ոչ իրավաչափորեն թանկացված սակագնին։ Հիշեցնեմ, որ Մայր Հայաստան շարժման եւ համանուն խմբակցության հետ համագործակցության արդյունքում բողոքարկել էինք Երևան քաղաքում թե 2024 թվականի, թե 2025 թվականի ավտոկայանատեղիների վճարների թանկացումը, նշել է փաստաբանը։ Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը։ Ծրագրի շրջանակում այս պահի դրությամբ հավաստագիր է ստացել 3947 ընտանիք, որից 3687-ն արդեն իրացրել են հավաստագիրը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են նաեւ, որ շահառուներին նոր հավաստագրեր չեն տրամադրվելու եւ արկավորման գործընթացում հիմք են ընդունվելու արդեն իսկ տրված հավաստագրերը, նշված է հաղորդագրության մեջ։ Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտնել է, որ WhatsApp հավելվածում իր անունով բացվել է կեղծ օգտահաշիվ։ Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ կեղծ WhatsApp օգտահաշիվ է բացվել իմ անունով, որի միջոցով փորձում են կապ հաստատել տարբեր անձանց հետ, ապա տեղեկատվություն տարածել եւ հնարավոր է կորզել անձնական կամ այլ տվյալներ։ Խնդրում եմ չարձագանքել նման հաղորդագրություններին, չտրամադրել որևէ տեղեկատվություն եւ հնարավորության դեպքում այդ հաշիվը զեկուցել որպես կեղծ։ Շնորհակալ եմ զգոնության եւ աջակցության համար, նշել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Դեկտեմբերի 12-ին ժամը 00:27-ին ահազանգ է ստացվել, որ Վերնիսաժի մոտ Լեհաստանի Հանրապետության երկրպագուները կոտրում են ամեն ինչ։ Ոստիկանության գվարդիայի ծառայողները Խանջյան փողոցից հասարակության հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու եւ խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալել եւ ոստիկանություն են տեղափոխել Լեհաստանի Հանրապետության 17 քաղաքացու։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։ ԱՄՆ կթողարկի $1 մետաղադրամ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով, արդեն հրապարակվել է մետաղադրամի նախնական դիզայնը։ Դիմերեսին ԱՄՆ նախագահի պատկերն է պրոֆիլից, դարձերեսին բարձրացրած բռունցքը՝ Fight, fight, fight վանկարկությամբ։ Մեջտեղում Աստծուն ենք մենք հավատում կարգախոսն է։ Ներքևում նկարված են 1776-ից 2026 ամսաթվերը։
Ֆիլիպինները պատիվ կունենան հյուրընկալել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումը, եթե նրանք մասնակցեն Մանիլայում կայանալիք ASEAN-ի գագաթնաժողովին, ՌԻԱ Նովոստիին ասել է Մոսկվայում Ֆիլիպինների դեսպան Իգոր Բայլենը։ Եթե պատահի, որ նախագահ Թրամփը հաջորդ տարի կրկին գա Ֆիլիպիններ ASEAN-ի գագաթնաժողովին մասնակցելու եւ եթե նախագահ Պուտինը նույնպես գա Մանիլա, ընդունելով նախագահ Մարկոսի Արևելյան Ասիայի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը, Ֆիլիպինների համար մեծ պատիվ կլինի հյուրընկալել նախագահ Թրամփի եւ նախագահ Պուտինի միջև հանդիպումը, ասել է Բայլենը, պատասխանելով հարցին, թե արդյոք Մանիլան պատրաստ է հյուրընկալել նման հանդիպում։ Հոկտեմբերին Բայլենը ՌԻԱ Նովոստին ասել էր, որ Ֆիլիպինները անպայման կհրավիրեն Պուտինին 2026 թվականին երկխոսության գործընկերների հետ ASEAN-ի գագաթնաժողովին եւ կակնկալեն, որ նա կընդունի հրավերը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Թուրքմենստան, որտեղ կմասնակցի մի շարք միջոցառումների եւ կանցկացնի երկկողմ հանդիպումներ, այս մասին հայտնում է Ինտերֆաքսը։ Ինչպես նախկինում հայտնել էր նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Ռուսաստանի առաջնորդը կմասնակցի Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում կայանալիք խաղաղության եւ վստահության միջազգային տարվան նվիրված ֆորումին։ Միջազգային հանրությունը պետք է ուժեղ աջակցություն ցուցաբերի Գազայի խաղաղության գործընթացին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում խաղաղության եւ վստահության միջազգային ֆորումում։ Գազայում մենք ականատես ենք եղել անցյալ դարի ամենադաժան կոտորածներից մի քանիսին։ Գազայում հրադադարի ապահովումը եւ կարիքավորներին մարդասիրական օգնություն հասցնելը մեր գերակա խնդիրներից են։ Գազայում հրադադարը մնում է փխրուն, հետեւաբար միջազգային հանրությունը պետք է ուժեղ աջակցություն ցուցաբերի այդ գործընթացին եւ այդ աջակցությունը պետք է շարունակվի, ասել է Էրդողանը։ Նա պաշտպանել է պաղեստինցի բնակիչների մասնակցությունը խաղաղության գործընթացի բոլոր փուլերին։ Վերջնական նպատակը պաղեստինյան խնդրի երկու պետությունների լուծումն է։ Ժամանակն է, որ միջազգային հանրությունը կատարի իր պարտավորությունները պաղեստինցի ժողովրդի նկատմամբ, նշել է Թուրքիայի նախագահը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը կստորագրի անանուն օրինագիծ համաձայն ամերիկացի առաջնորդի ժամանակացույցի։ Սպիտակ տան կողմից հրապարակված ժամանակացույցի համաձայն նախագահը կմասնակցի ստորագրման արարողությանը Օվալաձև աշխատասենյակում տեղական ժամանակով 15:00-ին, Մոսկվայի ժամանակով 23:00-ին։ Լրագրողներին թույլատրվելու է ներկա գտնվել։ Նախորդ օրը Թրամփը ժամանակացույցի կմասնակցի երկու ֆինանսական հաստատությունների ղեկավարների փակ դռների հետևում կայանալիք երթումնակալության արարողությանը։ Սպիտակ տունը նույնպես մանրամասներ չի հաղորդում։ Միջոցառումը տեղի կունենա Մոսկվայի ժամանակով 21:30-ին։ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիտքոֆը կարող է հանդիպել ԵՄ3 անվտանգության խորհրդականների հետ Ուկրաինայի հարցը քննարկելու համար մինչև դեկտեմբերի 15-ին Բերլինում կայանալիք եվրոպացի առաջնորդների հանդիպումը, հաղորդում է Kyiv Post-ը։ Ավելի վաղ Reuters-ը հողում անելով ԵՄ2 դիվանագետներին հաղորդել էր, որ եվրոպացի առաջնորդները նախատեսում են հանդիպել Բերլինում դեկտեմբերի 15-ին Ուկրաինայի համար խաղաղության ծրագիր քննարկելու համար։ Ուիտքոֆը, ինչպես սպասվում է, հանդիպի ԵՄ3 երկրների անվտանգության խորհրդականների հետ, հանդիպում, որը դիվանագետները նկարագրում են որպես Բերլինից առաջ իրենց վերջին հնարավորությունը կապեր հաստատելու համար, գրում է հրատարակությունը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի օրը դեկտեմբերի 14-ին Արմավիրի մարզի մեծամոր խոշորացված համայնքի այգեշատ բնակավայրի Սուրբ Գևորգ եկեղեցում կմասնակցի Սուրբ եւ անմահ պատարագի։ Այս մասին հայտնել է ինքը վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վեհափառի հորդորին ենք սպասում, պատրաստ ենք ցանկացած գործողության։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Միասնական պայքար մղելու խնդիր կա, բայց ցավոք դեռևս չի ստացվում։ Անդրադառնալով եկեղեցու դեմ արշավին, Սարգսյանը նշել է. «Ես հայտարարել եմ, որ վեհափառի հորդորով ցանկացած գործողության պատրաստ ենք, ինքնագլուխ որևէ գործողություն չենք անելու։ Երևի մենք ենք մեղավոր, որ չենք գովազդում մեր գործողությունները», ասել է երրորդ նախագահը։ Բաքվում շարունակվել է ապօրինաբար պահվող հայ գերիների դեմ դատական ֆարսը։ Տեղի է ունեցել դատավարության եզրափակիչ փուլի մի մասը։ Միայն տեքստում, որը ներկայացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, չկան նրանց ելույթները, այլ միայն փաստաբանների խոսքերն են, որոնք ձևականորեն խնդրել են արդարացում։ Այնուհետև ապօրինաբար պահվող հայ գերիներից մի քանիսը հանդես են եկել վերջին խոսքով Դավիթ Մանուկյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Էրիկ Ղազարյանը եւ Վասիլի Բեգլարյանը հայտարարել են, որ որևէ հանցագործություն չեն կատարել։ Նիստը ընդմիջվել է, այն կշարունակվի դեկտեմբերի 19-ին։
Հայաստանը 2026 թվականի համար կստանա 15000 էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա, այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ ՀԱՏՄ վարչապետների նիստում քիչ առաջ կայացվեց որոշումը, նշել է Պապոյանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին միակ ուկրաինացի ներկայացուցիչն է, որին դուր չի գալիս Վաշինգտոնի կողմից առաջարկվող ճգնաժամի կարգավորման նախագիծը։ Ես կարծում եի, որ մենք շատ մոտ ենք Ռուսաստանի հետ համաձայնագրի կնքմանը։ Ես կարծում եի, որ մենք շատ մոտ ենք Ուկրաինայի հետ համաձայնագրի կնքմանը։ Իրականում բացառությամբ նախագահ Զելենսկու նրա մարդկանց դուր է գալիս համաձայնագիրը, ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Թրամփը նաև նշել է, որ համաձայնագրի նախագիծը բաղկացած է 4 կամ 5 մասից։ Դա բավականին բարդ է, քանի որ պետք է տարածքը բաժանել որոշակի ձևով։ Դա հեշտ չէ, հայտարարել է ամերիկացի առաջնորդը, նշելով, որ Ուկրաինայում կարգավորման հասնելը 1000 անգամ ավելի դժվար է, քան անշարժ գույքի գործարք կնքելը։ Եղանակը առաջիկա օրերին Հանրապետության տարածքում դեկտեմբերի 12-ին 13-ի ցերեկը, 14-ից 15-ը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 12-ի ուշ երեկոյան, 13-ի գիշերը, 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։ Լեռնային շրջաններում ձյան եւ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 12-ից 14-ը Արարատյան եւ Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ, քամին արևմտյան 2-ից 5 մետր վարկյան, դեկտեմբերի 13-ին 14-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է քամուշ գնացում 16-ից 20 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-ից 16-ը գիշերը կնվազի 2-ից 4 աստիճանով, ցերեկը 1-ից 3 աստիճանով։ Երևան քաղաքում դեկտեմբերի 12-ին 13-ի ցերեկը 14-ից 16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 13-ի գիշերը հնարավոր է թույլ անձրև։ Դեկտեմբերի 12-ից 13-ը քաղաքի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ։